Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ինչ հայտարարություն են ընդունել։ Գյուղ ոլորտը եզակի հիասթափություն է ապրում, մի քանի օր է Հայաստանից գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան դադարեցված է։ Հայաստանի ՍԱՏՄ-ն Ռուսաստանի սահմանափակումների վերաբերյալ ծանուցում է ստացել։ Ռուսաստանը այլ շուկաներից կգնի այն ապրանքները, որոնց ներկրումը Հայաստանից արգելվել է։ Ռեշետնիկովի հարցազրույցի մանրամասները։ Ինչու փոխվեց հայկական բանակի զինանշանը, հանրությունը մտահոգված է, փոփոխությունը միանշանակ չի ընդունվել։ Հայաստանում 1200 բնակավայրից 579 չունի կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ։ Լոս Անջելեսում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի բոլոր անդամներին։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և հայտարարություն ընդունել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Այս հայտարարությունով առաջարկում են հանրաքվեի միջոցով ստուգել հայկական տրամադրությունները։ Եվրամիություն թե ԵԱՏՄ, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աստանայում վստահեցրել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին։ ԵԱՏՄ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից օպերատորները հատուկ այս կադրերն են ֆիքսել։ Պուտին Մհեր Գրիգորյան ձեռքսեղմումը, երբ Պուտինն է մոտենում Մհեր Գրիգորյանին։ Վերջին շրջանում հայ-ռուսական լարվածության ֆոնին սպասվում էր, որ հենց այս միջավայրում հայկական կողմը կբարձրացնի Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսական տարբեր ոլորտներին ուղղված ռուսական ճնշումներին, սպառնալիքներին վերաբերող հարցերը։ Սակայն փոխվարչապետ Գրիգորյանն իր բնավորությանը համապատասխան այստեղ էլ համեստ գտնվեց ու հանգիստ տոնով հայտարարեց, թե Հայաստանն այսուհետև եւս մտադիր է բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին, փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործունեության և ԵԱՏՄ պետությունների բոլոր անդամների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա։ Հայաստանը մեկ անգամ չէ, որ հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը, իշահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման։ Հայաստանը բարեխղճորեն պատրաստ է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։ Հայաստանին այս պահին պետք չէ ավելի կոշտացնել այդ խոսակցությունները։ Հայաստանի իշխանություններին ավելի ձեռնտու է նախընտրական այս փուլում հակառակը հարցը այնպես ներկայացնել, ասես ամեն ինչ նորմալ է, այդ ճնշումները ժամանակավոր են, ամեն ինչ կկարգավորվի։ Դրա համար էլ կարիք չկար Հայաստանի իշխանությունների տեսանկյունից նախընտրական տրամաբանության մեջ այդ հարցը բարձրացնել։ Իսկ ահա Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում մտքերի կարճատև փոխանակում են ունեցել, այդ թվում Հայաստանի վերաբերյալ։ Կարծիքների կարճ փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել, պարզապես ժամանակ չի եղել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրատվամիջոցներին հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և հայտարարություն են ընդունել։ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Ըստ հայտարարության Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները կոչ են անում Հայաստանում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքները Հայաստանի համար։ Ուշակովը հստակեցրել է, որ հայկական կողմը չի դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպման համար։ Առանձին քննարկում նախատեսված չէր և հարցում նույնպես չի եղել։ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը զուգընթաց վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և պետք է դա չանի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Խնդիրը
խնդիրը այնքան ԵԱՏՄ-ն չէ, որովհետև այնտեղից Հայաստանին բռնդելու մեխանիզմներ կարծես թե չկան, այլ եթե Ռուսաստանը մտադիր լինի հետագայում այդ ճնշումները ուժեղացնել, ապա այն մեխանիզմներ կգտնի առաջին հերթին հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում նրանք բազմաթիվ այլ լծակներ ունեն եւ օրինակ Ռուսաստանի նախագահի խոսնակը գազի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցը ուղղորդեց դեպի Գազպրոմ։ Ըստ վերլուծաբանների, ԵԱՏՄ-ում խնդիրները լուծվում են կոնսենսուսով, ինչն այս պահին չկա այդ կառույցում։ Բացի այդ, կարծիք կա, որ Ղազախստանը դեմ կլինի Հայաստանին ԵԱՏՄ-ից վտարելուն, քանի որ Ղազախստանը ԵԱՏՄ-ից բացի այլ շահեր ունի Հարավային Կովկասում։ Այդ երկիրը Թուրքիա եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում Միջանցքի հիմնական շահառուներից մեկն է։ Եվ օրինակ նախագահ Տոկաևը այս բարդ իրավիճակում չէր ցանկանա, որ Հայաստանի նկատմամբ ճնշումները վտանգեին այդ նախագծերը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանից Ռուսաստան պտուղ բանջարեղենի ներկրման սահմանափակումը գնաճի վրա ազդեցություն չի ունենա եւ որևէ խնդիր չի առաջացնի, այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաեւ իր շուկաներում մատակարարումների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։ Հայաստանից Ռուսաստան միրգ բանջարեղենի արտահանումը դադարեցված է, հայ պաշտոնյաները շտապում են հանգստացնել ֆերմերներին եւ գործարարներին, թե անհանգստանալու կարիք չկա, քանի որ այս խնդիրները լուծելի են։ Բայց ֆերմերներն այնքան էլ լավատես չեն, իսկ փորձագետներն էլ ահազանգում են, կորցնում ենք մեծ շուկա, որից հրաժարվել չի կարելի։ Այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա խնդիրները։ Նախարարը նշել է, որ ավանդական շուկաներին զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունը ապահովելու ուղղությամբ։ Արդեն մի քանի օր է Հայաստանից գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան դադարեցված է։ Այդ մասին խոսում են ռուսական լրատվամիջոցները, ռուս չինովնիկները, հայաստանցի ֆերմերները։ Բայց մեր պաշտոնյաները հրապարակային ելույթներում նշում են, որ անհանգստանալու առիթ չկա։ Ամեն ինչ կկարգավորվի, քանի որ խնդիրները լուծելի են։ Փակեցին, էս արեցին, այն արեցին։ Իրականում այդ ինչքան որ խոսում են, դրա 5%-ը, 10%-ը հողի վրա չկա։ Առավոտը նայել եմ։ Առ այս պահը 18250 տոննա պտուղ բանջարեղեն ենք արտահանել, ընդ որում ահագիներ եկել ենք արտահանել։ Էկոնոմիկայի նախարարը օրեր առաջ վստահեցնում էր, որ այս ամենը տևելու է առավելագույնը 2 շաբաթ եւ ամեն ինչ հարթվելու է ընտրություններից հետո։ Ավելի լավ է մտածել բերքի բարձր որակի եւ գյուղմթերքի մշակման պայմանների բարելավման մասին։ Հայաստանի Հանրապետության տարածքով Ռուսաստանի Դաշնությունն եւ ԵԱՏՄ-ը գնում բազմաթիվ ապրանքներ, որոնք Ռուսաստանի Դաշնությանը պետք են։ Պետք են այդ ապրանքները։ Պետք են ահավոր ու մեծ չափերով պետք են եւ դա շարունակելու է տեղի ունենալ։ Հայաստանում այս պահին ծաղիկների ջերմատների մակերեսը 300 հեկտարից ավելի է եւ սեփական ուժերով առանց ռուսական շուկայի այդ ծավալի ծաղիկ հնարավոր չէ իրացնել։ Ակնկալում ենք, որ նաեւ այդ առումով կառավարությունը կոմպետիցիոնը փորձի աջակցել, բայց չենք սպասում դրան, փորձում ենք մեր կապերով որոշակի բաներ անել։ Դեռևս հաջողված բան չկա, կա բանակցություններ քննարկում ենք, հələ որ ճանապարհներն ենք նայում, փորձել ենք ճանապարհատրանսպորտային հարցը կարգավորել, հա ստացվում է ոնց որ ինքնաթիռով մի քիչ ավելի զերծ վերցնելու, բայց ամեն դեպքում մենակ տնտեսվարողը մենք մենակ չեն կարող դրա պակից դուրս գալ։ Ինչ վերաբերում է ջերմատնային մյուս մշակաբույսերին, ապա հիմա ամեն ինչ շատ անորոշ է։ Շուկայում նկատվում է պտուղ բանջարեղենի գնանկում, բայց խոշորագույն արտահանողների բերքը դեռ չի հասունացել։ Եթե նրանց բերքը եւս մտնի տեղական շուկա, կգրանցվի էական գնանկում։ Առաջին հայացքից սպառողի համար սա լավ է, բայց այս էժանացումը միանվագ էֆեկտ է ունենալու։ Ընդհանուր առմամբ մի խայտարակ վիճակ է լինելու շուկայում։ Հələ որ այդքան էլ տենց չի, բայց գներից գնային քաղաքականությունից օրեկան որ անկում է լինում, ասենք սպառումներ չի լինում, դա ակնհայտ տեսնում։ Եթե ժանը ծախսածածկում է, չի կարողանալու ապահովի, արտադրողը հիասթափելու է, չարտադրեց, այսինքն դիմացը լուրջ դեֆիցիտ է ակնկալվում։ Փորձագետները նշում են, որ իրացման շուկաների դիվերսիֆիկացիայի համար տարիներ են անհրաժեշտ, բայց նույնիսկ նոր շուկաների հայտնաբերման դեպքում ռուսականից հրաժարվել չի կարելի։ Այս պահին ջերմատնային ոլորտում գործում է 1200 ձեռնարկություն։ Հատապտուղների գների էական անկման դեպքում նույնիսկ բերքը հավաքելն է դառնալու ոչ ձեռնտու, նշում են բիզնեսի ներկայացուցիչները։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։
Ինչու փոխվեց հայկական բանակի զինանշանը, հանրությունը մտահոգված է, փոփոխությունը միանշանակ չի ընդունվել։ Հայաստանում 1200 բնակավայրից 579 չունի կենտրոնացված ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգ։ Շարունակում ենք թողարկումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի կետերի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, նա հավելել է, որ վերջնական որոշում կկայացնի այսօր օգնականների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփի խոսքով Իրանը պետք է համաձայնի ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային զենքից։ Համաձայնագիրը նաև նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, որի միջոցով անցումը կլինի անվճար։ Իրանի պետական հեռուստաընկերությունը ներկայացրել է պատերազմի դադարեցման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ Իրանի փոխըմբռնման մասին հուշագրի նախնական ոչ պաշտոնական շրջանակային նախագիծը։ Դրա համաձայն ԱՄՆ զինված ուժերը դուրս են բերվելու Իրանի մերձակայքից եւ վերացնելու են իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանը իր հերթին պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում վերականգնել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի քանակը, այն հասցնելով նախապատերազմյան մակարդակին։ Նավերի երթևեկության կառավարումը ու երթուղու կարգավորում իրականացնելու է Իրանը Օմանի հետ համագործակցությամբ։ 60 օրյա ժամկետում կողմերի վերջնական համաձայնության հասնելու դեպքում համաձայնագիրը հաստատվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևի տեսքով։ Ինչու փոխվեց հայկական բանակի զինանշանը, հանրությանը հարցը հանգիստ չի տալիս։ Պետական խորհրդանիշի փոփոխությունը ոչ միանշանակ է ընդունվել։ Մասնագետների կարծիքով սիմվոլները մարդկանց զգայական ընկալումների հետ են կապված, հիշողություններ են արթնացնում, նաև ազգային ինքնությունը խորհրդանշում եւ ցանկացած փոփոխություն անհրաժեշտ է զգուշորեն կատարել։ Զինված ուժերի նոր զինանշանի փոփոխությունը լայն արձագանք է ստացել ոչ միայն մասնագիտական, այլև հանրային շրջանակներում։ Շատերն են պնդում, թե զինանշանը պարզապես խորհրդանիշ չէ, այն պետության, բանակի, ինքնության ընկալումների մի մասն է։ Խոսքը միայն գեղագիտական փոփոխության մասին չէ, ասում են մասնագետները։ Կարևոր է նաև, թե ինչ ուղերձ է փոխանցվում հասարակությանը։ Միակ բանը ես կարծում եմ այդ քարտեզի մեխելն է։ Հիմա այս ծանր պարտությունից հետո գուցե ընդհանուր վիճակը այնպիսին է, որ բավարարվենք մեր փոքրիկ խրճիթով։ Այդպես թելադրում են օտարները, այդպես թելադրում են մեր թշնամիները։ Մասնագետների գնահատմամբ հանրային դժգոհության պատճառներից մեկը նաև քննարկումների բացակայությունն է։ Թեև փոփոխությունները ներկայացվել են որպես տեխնիկական եւ խորհրդանշական ճշգրտումներ, շատերի կարծիքով նման որոշումները պետք է ավելի լայն մասնագիտական ու հասարակական քննարկման առարկա դառնային, մանավանդ այն դեպքում, երբ խոսքը բանակի խորհրդանիշի մասին է։ Եթե փոխեցին զինանշան, նշան, այնպես չէ, որ դրանից մենք զորեղանում ենք։ Քարտեզը ինչի ենք դնում դրա վրա։ Ինքը դա մի քիչ կարծում եմ շատ դերական չի ազդում, բացասական կարծիքը նաև դրանից է գալի։ Ազգագրագետի դիտարկմամբ խորհրդանիշերի փոփոխությունը միշտ էլ ենթագիտակցական ազդեցություն է ունենում մարդկանց վրա։ Հենց այդ պատճառով էլ նման գործընթացներում կարևոր է զգուշավորությունը եւ հիմնավորված մոտեցումը։ Մասնագետները նկատում են նաեւ, որ ցանկացած փոփոխություն, հատկապես խորհրդանիշերի դեպքում, հասարակության կողմից բնականորեն դժվար է ընդունվում։ 25 տարի մարդիկ բանակ են ծառայել նախկին զինանշանի ներքո։ Ինքնաբերաբար մարդկանց մոտ դայո ինքը պատերազմներ է եղել, ամեն ինչի մեջ ասոցացվում է զինանշանը։ Ինքը ուղղակի սիմվոլիկան է փոխվել, եթե ուրիշ բան է, եթե ամբողջությամբ ինքը վերածվեր, նորը փակվեր, կարելի է դա հասկանալ, որ ինչի, բայց չի սարվեց։ Զինանշանի փոփոխությունը ըստ փորձագետների կարող է կապված լինել նաև զինված ուժերում ընթացող փոփոխությունների, նոր համազգեստների կամ զինատեսակների հետ։ Բարձրարժեք սիմվոլի շուրջ քննարկումները փաստում են, բանակի հետ կապված ցանկացած փոփոխություն Հայաստանում միայն վարչական որոշում չէ, այն առնչվում է հիշողությանը, ինքնությանը եւ հասարակության զգայական ընկալումներին։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ իրենց քաղաքական թիմը փորձառու է եւ խոստմանը հավատարիմ։ Խոսելով Երևանից դեպի մարզային բնակավայրեր ապակենտրոնացման, կրթության ու գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցերի մասին, Հայաստան դաշինքի ղեկավարը ասել է, որ իրենց տեսլականով Հայաստանը չի կարող քաղաք, երկիր լինել եւ կենտրոնանալ Երևանում։
Հայաստան դաշինքն իր ծրագրային դրույթների առաջնահերթություններից է համարում անվտանգային համակարգի ներդրումը։ Դաշինքի անդամներն իրենց համահողներին խոստանում են պետական լայնածավալ աջակցությամբ ստեղծել ժամանակակից ռազմաարդյունաբերություն, որը կապահովի մարտավարական անօդաչու թռչող սարքերի ամբողջական տեղական արտադրություն։ Համատեղ ձեռնարկություններ կհիմնվեն միջազգային գործընկերների հետ։ Մենք գիտենք ինչպես վերակառուցել երկիրը։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ մարդկային ներուժ, պրոֆեսիոնալ թիմ եւ ծրագիր։ Կներդրվի նաև խելացի սահման մոդել, այն ապահովված կլինի սահմանագծի ամբողջ ինժեներական կահավորմամբ եւ տեխնոլոգիական վերահսկողության համակարգերով, որը կերաշխավորի սահմանների պաշտպանության բարձր հուսալիություն։ Հունիսի 7-ը հերթական ընտրության օր չէ։ Սա ընտրություն է հետեւյալի մասին։ Կկարողանանք նույն պատասխանատվությամբ պահպանել մեր պետականությունը։ Թե թույլ կտանք վերջնականապես քայքայել այն։ Բանակից անօրինական խուսափած անձանց կարգելվի զբաղեցնել բարձր պետական պաշտոններ։ Կիրականացվի հայրենիքի պաշտպաններին եւ նահատակներին արժեվորող պետական քաղաքականություն, բանակը դարձնելով պետության նոր վստահելի դեմքը։ Որպես հավելյալ աջակցություն դաշինքը խոստանում է զինծառայողների ծնողների եկամտահարկը նվազեցնել 10%-ով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Միասնության թևեր կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Թաթոյանը անդրադառնալով ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի արտահանման սահմանափակումների նշել է, թե քաղաքական գործընթացների հետևանքով հայ գյուղացիները ու գործարարները պետք է չտուժեն։ Ըստ Թաթոյանի ստեղծված իրավիճակի պատճառը այն է, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց կախված է մեկ պետությունից։ Մենք մեր թիմով հստակ պատկերացնում ենք ինչպես պետք է լինի լուծումը։ Նախ մենք անպայման իջեցնելու ենք կախվածությունը Ռուսաստանից ու վերացնենք կախվածությունը որևէ պետությունից։ Իսկ հիմա ինչ պետք է անել։ Արագ քաղաքական մակարդակում բանակցել ուրիշ պետությունների հետ, հասկանալ որտեղ շուկաներ կա։ Եթե սառնարաններ կան, սառնարանային տնտեսություններ, պետական մակարդակով կազմակերպել, պահել, առանց մարդկանց վրա ծախսերը թողնելու։ Գագիկ Ծառուկյանն ու իր թիմը այս անգամ Մալայսիա Սեբաստիա վարչական շրջանում էր։ ԲՀԿ ղեկավարը հայտարարում է, որ հավատում է այն փոփոխություններին, որոնց մասին ինքը անկեղծ խոսում է։ Բնակիչների հետ հանդիպմանը նա վստահեցրել է, թե այսօրվա ջերմ մթնոլորտ ու անկեղծ շփումը փոխադարձ է։ Քաղաքամայր Երևանի բոլոր համայնքներում գրկաբաց են դիմավորում Գագիկ Ծառուկյանին ու նրա թիմին։ Հավատում են այն փոփոխություններին, որի մասին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարն է հայտարարում։ Ջերմ մթնոլորտն ու անկեղծ շփումը այս անգամ Մալայսիա Սեբաստիա վարչական շրջանում էր։ Հարգելի սիրելի ժողովուրդ, ի սրտե ողջունում եմ ձեր բոլորին։ Զգացված եմ ջերմության համար, ընդունելության համար, մեկ անգամ եւս ավելի պարտավորված եմ։ Ինչ որ ասում եմ, մի բան էլ ավել անելու ենք։ Մայրության զբոսայգում համայնքի հազարավոր բնակիչներ են եկել հանդիպելու իրենց համար այս տարիներին հարազատ դարձած մարդուն։ Բնակիչները համոզված են հունիսի 7-ից հետո գալու է փոփոխությունների ժամանակը։ Ջերմությունն ու սերը փոխադարձ է, ասում է Գագիկ Ծառուկյանը, ողջունելով Մալայսիա Սեբաստիայի իր համակիրներին։ Խնդիր չկա։ Հարկավոր է ճիշտ բանակցել, ճիշտ մարդկանց հետ, լավ հզոր դաշնակիցներ ունենալ, խնդիրը կարգավորել, պատերազմի դուռը փակել եւ զբաղվել երկրի զարգացմամբ, տնտեսությամբ, բարեկեցությամբ, որ ժողովուրդն առօք փառոք ժպիտների դեպքերին կարող է ապրի։ Բոլորի ուզածը մեկն է՝ ապրել խաղաղ երկրում, սեփական քրտինքով ստեղծել ընտանիքի բարեկեցությունը։ Առաջարկ Հայաստանին ծրագրի հիմքում ժողովրդավարությունն է, որի դեպքում ըստ Ծառուկյանի Հայաստանի քաղաքացին իրեն կարող է զգալ ապահով, ուժեղ ու հանգիստ լինել իր երեխայի ապագայի վաղվա օրվա համար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչներն իրենց նախընտրական քարոզարշավը այսօր սկսել են Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղից։ Կուսակցության անդամները բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հիմնական շեշտը դրել են երկրի անվտանգության եւ սահմանամերձ համայնքների պաշտպանության հարցերի վրա։ Նրանք նշել են, որ ներկայիս քաղաքական իրավիճակում անվտանգությունը շարունակում է մնալ առաջնային խնդիրներից մեկը եւ այդ հարցում անհրաժեշտ են պատասխանատու եւ փորձառու քաղաքական ուժեր։ Կուսակցության ներկայացուցիչների խոսքով, եթե հունիսի 7-ին Լուսավոր Հայաստանը չանցնի խորհրդարան, ապա հնարավոր չի լինի բավարար չափով վերահսկել եւ կանխել անվտանգային խնդիրները։ Անելու ենք հետեւյալ բանը, սիրելի հայրենակիցներ։ Սահմանազատման գործընթացը պետք է ունենա հստակ քարտեզ։ Մենք բանակցություններով հստակ քարտեզ ենք դնում դրական։
հստակ քարտեզով Հայաստանը ունի ստանալիքներ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացուները այսօր Տավուշի բնակիչների խնդիրներն են լսել։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե Միջանցքի թեմա չկա, երբեք չի եղել եւ այդ մասին ասել է նաեւ դրսի երկրներին։ Ես ժամանակին ասում էի, որ անտառ չկտրելով կարելի է ավելի շատ գումար վաստակել, քան անտառ կտրելով։ Տավուշի բնակավայրերից հաղացինում այսօր նշել է Նիկոլ Փաշինյանը, հիշելով տարիներ առաջ համայնքի բնակիչների հետ ունեցած զրույցը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացուներն այսօր Տավուշի բնակավայրերի խնդիրներն են լսել։ Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում կուսակցության առաջնորդը կարևորել է անտառ պահպանման հարցերում վերջին տարիներին ներդրած ջանքերը։ Նա ֆիքսել է, որ այդ աշխատանքները արդյունք են տվել։ Ավելի շատ զբոսաշրջիկ է այցելում հիմա Տավուշ։ Տենում այդ վիլիսները սկսել են գույնը փոխել, սկսել տենամ այդ վիլիսների թափքում արդեն նստատեղերը հայտնվել։ Պարզվեց, որ զբոսաշրջիկների են տանում դիմաց սա։ Փաշինյանը նկատել է, որ երկրի զարգացման մասին են խոսում այլ գործոններ եւս։ Օրինակ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համակարգն արդեն էական արդյունք է տվել։ Բնակչության առողջության որակի բարելավման գործում։ Մինչև 18 տարեկան երեխաները պետական բյուջեի հաշվին ստանում են նվազագույն, էս էլ է շատ կարևոր, Ժորժ ջան, որտեղ տարընթերցում չլինի ոչ թե առավելագույնը, այլ նվազագույնը։ Այս շատ կարևոր երաշխիք է, որովհետև առողջության ապահովագրությունը ծածկում է Հայաստանում առկա առողջապահական ծառայությունների 30%-ը, բայց ամենաշատ օգտագործվող 30%-ը։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը նաև խոսել է ճանապարհների բարեկարգման խնդրի մասին, շեշտելով, որ օրինակ Հաղացին գյուղի ճանապարհները նույնիսկ խորհրդային տարիներին ասֆալտապատված չեն եղել, իսկ հիմա 3 փողոց արդեն սալարկված է, իսկ գալիք տարիներին սալարկվելու են մյուս հատվածները։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Մերձավանում իր համախոհների հետ հանդիպման ուժեղ Հայաստան դաշինքը ներկայացրել է համայնքային զարգացման ծրագրերը, որոնք յուրաքանչյուր համայնքի համար առանձնահատուկ են եւ Մերձավանը բացառություն չէ։ Այստեղ ըստ Կարապետյանի շեշտը դնելու են ենթակառուցվածքների թարմացման վրա։ Ուժեղ Հայաստան դաշինքը Մերձավանում է, այստեղ տեղական ընտրություններում երկրի իշխող կուսակցությունը պարտվել է։ Ընտրապայքարում Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ասում է, ժամանակն է, որ այս օրինակը կրկնվի ամբողջ Հայաստանում։ Սրտերի իշխանությունը պետք է գնա, մարական անվանարկողների իշխանությունը պետք է գնա։ Մի բան ասող եւ լրիվ ուրիշ բան անող մահ բերած իշխանությունը Արդարադատության համակարգում երկակի ստանդարտների մասին է շարունակում Նարեկ Կարապետյանը, նշում է, վերջին տարիներին Հայաստանում արդարությունը ոտնատակ է արվել, ցանկացած հանցագործություն բացահայտելը հեշտ է բացառությամբ այն գործերի, որոնք Կարապետյանի խոսքով ձեռնտու չէ իշխանությանը։ Այսօրվա դրությամբ մենք մի հաստի առաջ ենք, որ ժողովրդի խոսքը կարելի է ոտնատակ անել ուժով եւ ոչ միայն ուժայինների, ոչ միայն պետական ուժով։ Իրենց բոլոր քայլերը ուղղված են ազատ կամքի դեմ։ Ընտրություններին երրորդ համարով մասնակցող Ուժեղ Հայաստան դաշինքը խոստանում է երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնելով ազատ կամքի իրավունքը կվերահաստատեն մեր երկրում։ Ազատությունը պետական կառույցներում պետք է վերահաստատեն։ Այս միջավայրը պետք է ջարդի։ Փոխադարձ հարգանքի փոխադարձ համերաշխության միջավայրը պետք է լինի։ Հաղթանակը դա արդարությունն է։ Հաղթանակը մեր բոլորիս դա համերաշխությունն է Հայաստան աշխարհում։ Ուժեղ Հայաստան դաշինքը առանձին զարգացման ծրագրեր ունի յուրաքանչյուր համայնքի համար Մերձավանը բացառություն չէ, որպեսզի շրջապատող իրականությունը հեռավոր 90-ականները չհիշեցնի, շեշտը կդնեն ենթակառուցվածքների թարմացման վրա, համայնքից պետություն հասնող շահութահարկն էլ հետ կուղարկեն համայնքային բյուջե։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում 1200 բնակավայրից 579-ը չունի կենտրոնացված ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգ։ Որոշ համայնքներում ջուրը բացակայում է հնամաշ ցանցի վթարների, իսկ մյուսներում աղբյուրների սակավության կամ սահմանային իրավիճակի պատճառով։ Կան համայնքներ, որտեղ ջուրը հասանելի է օրվա մեջ 1.5-ից 2 ժամ։ Ժամի անդրադարձը։
Հայաստանի քարտեզում ֆիքսված 1200 բնակավայրերից 579 ապահոված չեն կենտրոնացված ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայություններով։ Գյուղական մի շարք բնակավայրեր ընդգրկված չեն նաև ջրամատակարարման ընկերությունների սպասարկման տարածքում։ Հայաստանը թեև հարուստ է ջրային պաշարներով, այնուամենայնիվ համարվում է ջրային ռեսուրսներով չափավոր ապահոված երկիր, ու դա ըստ մասնագետների առավել քան մոտ է իրականությանը։ Հայաստանի հարյուրավոր գյուղական բնակավայրերի համար խմելու ջրի համաչափ հասանելիությունը դեռևս շարունակում է խնդիր մնալ։ 2017 թվականի հունվարի 1-ից սահմանամերձ մի շարք համայնքներ մնացել են վիոլյա ջրի սպասարկման տարածքից դուրս։ Պետագործի համակարգ չունեն, այլ կամ ջրի խնդիր է, կամ համակարգի մաշկացության խնդիր է, այսինքն գումարներ չունեն, որ այդ համակարգը կարողանան նորմալ շահագործել, եւ չունեն հմտություններ շահագործման, որովհետեւ դա հիմնականում իրականացվում է գյուղապետարանի կողմից, իսկ գյուղապետարանը այդպիսի ոչ ֆինանսական, ոչ մարդկային ռեսուրսներ չունի։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 10-ից 8 բնակավայրերի դեպքում բաշխիչ ցանցերը կամ չկան, կամ էլ անմխիթար վիճակում են։ Որոշ գյուղերում հորային կամ արտեզյան ջրերը մարդիկ օգտագործում են խմելու նպատակով։ Այդ գյուղերում օրվա ընթացքում ջրամատակարարման տևողությունը շատ կարճ է։ Օրինակ, կան համայնքներ, որտեղ ջուրը հասանելի է օրվա մեջ 1.5-ից 2 ժամ։ Ռոռոկման ջուր մենք ընդհանրապես չենք օգտվում, այսինքն նախկինում մենք ունեցել ենք ռոռոկման ջրի ցանց, որը օգտվել է նասոսներով, օգտվել է Շամիրա մարզի ջրանցքից, հիմա այդ ցանցը չի գործում։ Դրա հետևանքով արդեն գյուղատնտեսական հողերը ընդհանրապես չեն մշակում։ Խմելուն իրականում այդքան չունենք, բայց ռոռոկմանը, որը այս տակաղբյուրը դե ես ասած կլեմ, էլի ռոռոկմանա դա։ Խմելու ջուրը հրային վիճակը չի, նորմալ չի։ Ջուրը գնում ինչե տնա գիշկն լինի։ Դե ասենք կարող հարևանի հայաթը մկանդեից են տանում, ընդհանուր աղբյուրից են տանում։ Մասնագետների դիտարկմամբ ինքնասպասարկվող համայնքներին անհրաժեշտ է գոնե ջրահեռացման ու ջրամատակարարման մասնագիտական ծառայություններ մատուցել։ Համայնքային անձնակազմի համար կազմակերպել վերապատրաստումներ, առաջարկում են նաև մշակել անապահովների, մեկուսացված կամ խոցելի խմբերի համար ջրամատակարարման ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմներ ու սուբսիդավորման կարգ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Տաղավար կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Հայաստանի ՍԱՏՄ-ն Ռուսաստանի սահմանափակումների վերաբերյալ ծանուցում է ստացել։ Լոս Անջելեսում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի բոլոր անդամներին։ Մեթեոաշխարհ գտնվելու ենք ակտիվ ցիկլոնի կենտրոնում ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։ 4 մարտ այդ թվում 2 երեխա հայտնաբերվել են մահացած Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասի իրենց տանը։ Նախնական վարկածով քննիչները դեպքը դիտարկում են որպես սպանություն ինքնասպանություն։ Տանը կրակոցների մասին հաղորդումից հետո հայտնաբերվել են տղամարդու կնոջ եւ 2 երեխաների, այդ թվում նորածնի մարմիններ։ Դատաբժշկական փորձագետը նույնականացրել է 31-ամյա Խաժակ Բասմանջանին, ով երեխաների հայրն էր, 2 երեխաները նույնականացվել են 2 տարեկան տղա եւ 6 օրական աղջիկ։ Հայտնաբերվել է նաեւ մոր 30-ամյա կնոջ Դի, քննիչները կարծում են, որ կրակողը եղել է մայրը, որին նույնպես մահացած են գտել։ Հետաքննիչները կարծում են, որ մայրը կրակել եւ սպանել է իր 2 երեխաներին, ապա նրանց հորը։ Վարկած կա, որ կինը հետծննդաբերական դեպրեսիայի մեջ է եղել։ Իրավապահները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մաքսանենք ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերել են 44-ամյա տղամարդկանց, ձերբակալել են եւ մեքենայով հանդերձ տեղափոխել ոստիկանության Դավիթաշենի բաժին։ Տղամարդկանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 5 կիլոգրամ մարիխուանայով տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։ Նրանք կալանավորվել են։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիների թիվը 2,485,232 է։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տվյալներով գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը 22742 է, հաշվառում չունեցող ընտրողներին է 492, իսկ տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողներին է 8։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստացել է Ռուսաստանի սահմանափակումների վերաբերյալ պաշտոնական ծանուցումը։ ՍԱՏՄ-ից
կողմից տեղեկացնում են, որ արդեն սկսել են բանակցությունները խնդրի պատճառները հասկանալու եւ անհրաժեշտ կարգավորումներ իրականացնելու նպատակով, իսկ արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կհրապարակեն առաջիկայում։ Նախորդին Ռոսսելխոզնadzորը հայտարարել էր, որ մայիսի 30-ից սահմանափակվում է Հայաստանից պտուղ բանջարեղենի ներկրումը։ Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղություններից է լինելու հունիսին։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանը Բելարուսի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ղազախստանի հետ ընդգրկվել է 2026 թվականի հունիսին ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում։ Երևանի Գուրգինյան փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները կասկածելի վարքագիծ դրսևորած Nissan Magnitsky ավտոմեքենայի վարորդին ձերբակալել են թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով։ 31-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանային նմանվող զանգվածով 14 փաթեթ։ Նա պատմել է, թե թմրամիջոցը ձեռք է բերել Telegram հավելվածի միջոցով իրացնելու նպատակով։ Երիտասարդին ներկայացրել են նախաքննական մարմին, իսկ ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Հունիսի 1-ից 7-ը հայաստանյաց առաքելական եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի օրհնությամբ։ Այդ օրերին հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն սրբազան մասունքներ, այդ թվում Քրիստոսի խաչափայտի մասունքը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը եւ Սուրբ Սահակ Պարթևի մասունքը։ Տոնական օրերին Մայր Աթոռում եւ Հայաստանի տարբեր վանքերում կմատուցվեն սուրբ պատարագներ, ինչպես նաեւ կկատարվեն մասունքների թափորներ դեպի Սուրբ Ռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ վանքեր եւ Խոր Վիրապ։ Շաբաթվա ավարտին հունիսի 7-ին Մայր տաճարում կմատուցվի կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի Սուրբ Պատարագը, որի ավարտին կկատարվի մաղթանք Մայր Աթոռի անսասանության եւ պայծառության համար։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եղանակը հանրապետությունում կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի մոտ 10 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 16 աստիճան, Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 18-ից 21, Լոռիում 13-ից 16, Տավուշում 16-ից 20 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 20-ից 23, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 19-ից 21, Սյունիքի նախալեռներում 13-ից 16 աստիճան, Երևանում օրը կանցնի պարբերական տեղումներով, այս գիշեր սպասվում է 10-ից 13, ցերեկը 20-ից 22, երեկոյան 16-ից 18 աստիճան։ Այս թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդում, այսօրվա հյուրն է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Արմենիայի ուղիղ եթերում նրա հոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։